Ամեն առավոտ սկսեք աղոթել Աստծուն։ Ձեր օրը սկսեք աղոթքով, որովհետև երբ որ դու առավոտ ելնում ես, ու մի հատ ասում ես փառք ես Տեր Աստված, օգնիր որ այսօր առանց մեղքերի անցկացնեմ, օգնիր ինձ հերոպայր, օգնիր իմ ընտանիքին, օգնիր իմ երեխաների, ընկերներին, որովհետև իրանք որպեսզի լավ ազդեցություն գործեն իմ երեխաների համար, ների իմ մեղքերը, օգնիր իմ կնոջը, օգնիր իմ ամուսնուն։ Արդեն մեր օրը սկսվում է լրիվ ուրիշ տոնայնության մեջ։ Գնացիք հաց կերել ժամանակ եղավ, փառք ես Տեր Աստված մեր, ճաշակեցու խաղաղությամբ սկերակուրը, ճաշակենք ես խաղաղությունը շնորհակալությամբ եւ օրհնյալ է Տերը եւ իր տված պարգևը։ Սեղան ելնելուց հետո ասում է, երբ որ ուտես ու դժտանաս, Աստծո խոսքն է ասում, եւ սեղանից ելնես, չմոռանաս, քո Տեր Աստծուն շնորհակալություն հայտնես, որպեսզի սեղանդ միշտ առատ լինի։ Այսօր շատ մարդկանց տունը սեղան չկա, սեղանը առատ չի եւ պետություններ ու հայրենիք էլ չունեն, որովհետեւ մոռացել են իրաց Տեր Աստծուն շնորհակալություն հայտնել։ Բարություն արեք ինչքան կարա, ձեր բարությունը ծածուկ արեք։ Տեր Հիսուսն ասում է, երբ որ բարություն անես, փող չհնչեցնես, այլ թող լինի թաքուն, նույնիսկ քո ձախ ձեռքը չիմանա թե աչքը ինչ է անում։ Աստվածաշունչը կարդացեք, դրեք Սաղմոսները կարդացեք, սովորեք սիրել ձեր մերձավորին, սիրեք Աստծուն եւ սիրեք ձեր մերձավորին։ Թող ձեր սերը լինի առանց նենգության, թող ձեր բարությունը լինի առանց խաբեության, թող ձեր կարեկցանքը ձեր մերձավորի նկատմամբ լինի առանց նենգության, առանց կեղծիքի։ Եվ դուք չեք պատկերացնի ինչ կկատարվի։ Սիրելի ժողով, եթե մենք մեր անձնական կյանքում մեղքը քչացնենք, գիտեք ոնց որ բաժակի մեջից կեղտոտ ջուրը թափես ու տեղը մաքուր ջուր լցնես, երկնքից գալիս է Աստծո շնորհը։ Աստծո շնորհը գալիս է եւ սկսում է գործել մեր կյանքում։ Եվ մեզ իմաստություն է տալիս, թե մենք ինչպես վարվենք, ինչպիսի որոշումներ ընդունենք,